Տարին բարեբեր է Արարատյան հողի կարմրահյութ բարիքն առատ դաշտատերերն իրենց սրտով բերք են հավաքում եւ շուկա հանում եւ մթերման հանձնում։ Էդգար Արմավիրի Եղեգնուտ գյուղից իր 4 հեկտար հողից արդեն 200 տոննա լոլիկ է հավաքել, սիրունատեսներին արգղերով վաճառել, բերքի ուղիղ կեսնել, տոմատի մածուկ արտադրող գործարան մթերման բերել։ 10 տարի պամիդոր ենք աճեցնում, դժգոչ ենք, բերում ենք, համբթերում ենք, նորմալ է, թե փողային է, մարդիկ ժամանակին տալիս են, գոհ ենք։ Օգոստոսի կեսից է ՄԱՊ ընկերությունը լոլիկի մթերման ստարտը տվել, օրական մոտ 100 տոննա բերք են ընդունում, հենց նույն օրն էլ թարմ վերամշակում, տարայավորում։ Մոտ 15,000 տարա ամեն օր արտադրվում է 1 կիլոգրամանոց որպես տոմատի մածուկ։ Արդեն մոտ 30 տարի անընդմեջ բացառապես տեղական լոլիկի հումքով իրենց արտադրանքն իրացնում են հայկական շուկայում, նաև արտահանում։ Միացյալ Նահանգներ արտահանում ենք 99 թվականից։ Ոգևորությամբ պետք է ասեմ, որ մենք այնտեղ առաջատար դիրքերում ենք։ Ստաբիլ միշտ որակը կարողացել ենք ապահովել։ Արտահանում ենք նաև Ֆրանսիա, բայց արտահանումը ինքնին շատ ավելի խեղճ է, որովհետև բարձր ինքնարժեքը թույլ չէր տալիս այդքան վաճառել։ Վերջին տարիներին արձանագրվել է տոմատի մածուկի միջազգային գների անկում, հիմնականում պայմանավորված արդյունաբերական լոլիկի մեծ ծավալներով, մինչդեռ հայկական տոմատի մածուկի 1 կիլոգրամի ինքնարժեքը մոտ 450 դրամ է կազմում։ Մրցակցային անբարենպաստ դիրքը նվազեցնում է տեղական արտադրողի շահագրգռվածությունը շատ լոլիկ մթերել ու մածուկ արտադրել։ Պետական աջակցության նոր ծրագիրը, սակայն, այս տարվա համար նոր ակնկալիքներ է բերել օրակարգ։ Քանի որ տարին բերք առատ է ու լոլիկ աճեցնողներն էլ նախապես կառավարություն էին հասցրել իրենց մտահոգությունը, որ մոտ 7000 տոննայից ավելի բերք կարող է մնալ դաշտերում չիրացվել, պետությունն իրավիճակային լուծում է գտել։ Վերամշակող ընկերություններին առաջարկում են նախապես պլանավորած մթերման ծավալները վերանայել եւ 2000 տոննան գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց սուբսիդավորում ստանալ։ Պլանավորել էինք մոտ 2000 տոննա լոլիկ մթերեինք եւ 2000 տոննայի պայմանագիր ունեինք, բայց ծրագրից հետո մեծացրեցինք պայմանագրերը, դարձրեցինք 4500 տոննա։ Ծրագրի պայմաններից է, որ մթերվող լոլիկի գինը չպետք է ցածր լինի կիլոգրամի դիմաց 40 դրամից։ 2000 տոննայից հետո ամեն կիլոգրամի համար մենք 10 դրամի չափով փոխհատուցում ենք տալիս եւ դրա արդյունքում ունենք անխոչնդոտ մեծ ծավալներով լոլիկի մթերում եւ եթե ամբողջ անցած տարի ընդամենը 15200 տոննա լոլիկ էր մթերվել, ապա մենք իմ կարծիքով մի քանի օր հետո արդեն այդ շեմը կանցնենք, իսկ լոլիկի մթերման համար դեռ բավականին ժամանակ կա, այսինքն դեռ հոկտեմբեր ամսին ենք մթերումներ ունենալու։ Պետության հետ գործակցել է եւ ֆերմերների խնդիրն է լուծում եւ հնարավորություն տալիս արտադրողներին բարելավել իրենց մրցակցային դիրքը ներսի եւ արտաքին շուկաներում ուղղություններն էլ դիվերսիֆիկացնել։ Այս աջակցություն ծրագրի շահառու փաստացի ոչ միայն մեր գյուղաբնակ քաղաքացիներն են, ովքեր իրենք կարողանալու են իրենց ամբողջ բերքը իրացնել, այլ նաեւ Հայաստանի Հանրապետությունը եւ բիզնեսները, որովհետեւ այդ 10 դրամ նրանց հնարավորություն է տալիս արտաքին շուկաներում ավելի ցածր գին առաջարկել միջնորդ ընկերություններին։ Հետևաբար նաև շատ ենք կարողանալու վաճառել, այսինքն այս ամբողջ շղթան ինքը այս եղանակով աշխատելու է եւ դա բոլորի համար ձեռք տվող է, այդ թվում նաև պետության համար, որովհետեւ շահույթներից նաև հարկեր են գոյանալու, որը գնալու է էլի պետական բյուջե։ Փոխհատուցումը կլինի մթերման սեզոնի ավարտին, երբ կհամադրվեն եւ իմի կբերվեն գործարանների ու մթերման ընթացքին հետևող բերքի ծավալների հաշիվը պահող մարզպետարանների աշխատակիցների ներկայացրած թվերը։